Այսօր առողջական խնդիրների անկանխատեսելի իրավիճակներում առաջացած դեպքերի պարագայում բավական դժվար է միանգամից մի կլորիկ գումար ծախսելը։ Ահա թե ինչու նախընտրելի է ապահովագրել հավանական եւ պատահական երևույթները։ Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները։ Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր կամ պարտադիր ապահովագրություն։ Կամավոր ապահովագրության դեպքում հիմնական խորհուրդը, որ կարելի է տալ մեր քաղաքացիներին, դա այն է, որ պայմանագիրը նախ ուշադիր ընթերցեն, ստորագրեն եւ ուշադրություն դարձնեն պայմանագրին կից դրա անբաժանելի մասը հանդիսացող ընդհանուր պայմաններին, քանի որ այդ ընդհանուր պայմաններով են կարգավորվում բոլոր հարաբերությունները, այսինքն բոլոր մերժման հիմքերը, ապահովագրական հատուցման գործընթացում ապահովադրի բոլոր գործողությունները։ Ապահովագրություն իրականացնում են ապահովագրական ընկերությունները, դուք որոշակի գումար եք վճարում, իսկ նրանք պարտավորվում են պատահարի դեպքում փոխհատուցել այն։ Սակայն հիշեք, պատահարը տեղի չունենալու դեպքում ապահովագրական ընկերությունը ձեր գումարը ձեզ չի վերադարձնելու։ Նշենք, որ պայմանագիրը կնքվում է գրավոր եւ պարտադիր պետք է ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքի։ Նախ չմոռանաք ապահովագրական գումարի մասին, այն ձեզ տրամադրվելիք առավելագույն հատուցման չափն է։ Կխնդրեմ նաև ուշադրություն դարձնեն կամավոր ապահովագրության դեպքում ապահովագրական պայմանագրում առկա չհատուցվող գումարի չափին, քանի որ չհատուցվող գումարի չափը այն գումարն է, որը բոլոր դեպքերում չի տրամադրվելու հաճախորդին ապահովագրական պատահար առաջանալու դեպքում։ Այսինքն, եթե պատահար տեղի ունեցավ, իրանք ակնկալում են, որ օրինակ իրենց ավտոմեքենային պատճառված վնասի ամբողջ գումարը պետք է ստանան, բայց պայմանագրով առկա է չհատուցվող գումարի մասին նշում եւ այդ գումարը հանվում է ընդհանուր վնասի չափից եւ հաճախորդները շատ ժամանակ անակնկալի են գալիս այդ փաստը լսելուց հետո։ Կան նաեւ դեպքեր կամավոր ապահովագրությունից կախված տուրիստական կամ այսպես կոչված աջակցության ապահովագրության հետ, երբ անձինք արտասահման մեկնելուց առաջ կնքում են ապահովագրական պայմանագիր եւ իրենք գիտեն, որ իրենք ապահովագրված են բոլոր տեսակի հիվանդություններից, եթե արտասահմանում հիվանդանան, սակայն իրականում այդպես չէ։ Տուրիստական կամ աջակցության ապահովագրության դեպքերում նույնպես կան հստակ կանոններ, ապահովագրական ծածկույթ, որի մեջ ներառվում են այն դեպքերը, որոնք հատուցվում են ապահովագրական ընկերության կողմից։ Պետք է ուշադրություն դարձնել նաև ապահովագրական ծածկույթին, այսինքն հատուցման ենթակա դեպքերին եւ բացառություններին, այսինքն այն դեպքերին, երբ ձեզ ապահովագրական ընկերությունը չի հատուցելու։ Հիշեք, պատահարի դեպքում անմիջապես զանգահարեք ձեր ապահովագրական ընկերությանը։